Դուք դիտում եք հեռանկարը։ Գյումրիում իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ։ Ով կդառնա ի վերջո Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարը։ Ընդդիմությանը կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի, թե իշխանությունը կստանձնի այդ պաշտոնը։ Այս եւ այլ հարցերի շուրջ կզրուցենք պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանի հետ, նա եւս իր գործընկերների հետ դիտարկել է այդ ընտրությունները։ Տիկին Մելոյան, նախ շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Ինչու ձեզ ընդդիմության ի վերջո չի հաջողվում համախմբվել, որովհետև այս դեպքում բոլորի միավորումը կնշանակի, որ Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, մի քիչ իմ տիրույթում չի գտնվում այս բարեդրությամբ այս հարցի պատասխանը, ինչպես հասկացանք, նախ ներկայացնեմ, ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքով մանդատների նախնական հաշվարկ իրականացրել ենք ու հետևյալն է պատկերը, քաղաքացիական պայմանագիրը ստանում է 14 մանդատ, ու արդեն ընդդիմադիր ուժերը կոմունիստական կուսակցությունը 8 մանդատ, մեր քաղաքը 6 մանդատ, իմ հզոր համայնքը 3 մանդատ եւ Մայր Հայաստանը 2 մանդատ։ Այո, այս իրավիճակում այնպես է ստացվել, որ պետք է բոլորը համատեղեն իրենց ուժերը, որպեսզի հնարավոր լինի ընտրել միասնական քաղաքապետ։ Մի քանի ուժերի ներկայացուցիչ նախապես հայտարարել էին, որ իրենց կողմձայները կտան այն ուժի օգտին, ով առավելագույն ձայն կհավաքի, եւ դեռևս ինչքան ինձ հայտնի է, դեռ մեկ տեխնացու չի հրապարակել իր որոշման մասին։ Իդեպ որոշման համար անպայման չէ, որ կոալիցիոն փաստաթուղթ կազմվի, հուշագիր կնքվի, ընդ որում նշենք այդ մեկ ուժը դաշինքի տեսքով է հանդես գալիս եւ հավանական է, որ դաշինքի մեջ մտած մեկ այլ ուժը իր երկու ավականու անդամների ձայները բաշխի։ Հիմա ըստ էության գնդակը արդեն իրավական տիրույթից վերացարկվել է, քաղաքական որոշման տիրույթում է եւ բոլորս միահամուռ կերպ սպասում ենք որոշմանը, բայց պետք է ընդգծենք, որ եթե նախնական արդյունքները հրապարակված փոփոխության չենթարկվեն, մոտակա ապրիլի 16-ին նոր կայանալու է ավականու առաջին նիստը եւ ապրիլի 16-ը այն վերջնաժամկետն է, որի ընթացքում կարող են որոշումները փոփոխության ենթարկվել, ուստի պետք է հետևենք այս ընթացքին։ Իրավական տիրույթում, եթե ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որ Մարտուն Գրիգորյանը չմիանա Վարդան Ղուկասյանին, ինչ կստացվի։ Ընթացակարգը հետևյալն է, ըստ մեր օրենսդրության, հետևյալ պրոցես է տեղի ունենալու։ Ապրիլի 16-ին հրավիրվում է անդրանիկ նիստը, նիստի ընթացքում պետք է ընտրվի համայնքի ղեկավարը։ Համայնքի ղեկավար ընտրվում է, ներկայացում են տեխնացուները եւ ընտրված է համարվում առավելագույն կողմձայն 50+ կողմձայն ստացած տեխնացուն, այսինքն եթե առաջնորդվում են կանխավարկածով, որ ավականին հստակ ունի 33 մանդատ, պետք է առնվազն 17 ավականի կողմ քվեարկի մեկ տեխնացուի։ Եթե դիտարկում ենք իրավիճակը, որ առաջին նիստին չի ընտրվում որևէ տեխնացու, բացարձակ մեծամասնությամբ, հրավիրվում է երկրորդ փուլ։ Երկրորդ փուլին ընտրված է համարվում այն տեխնացուն, որն առավելագույն կողմ ձայներ է ստանում։ Այստեղ բավականին ապատեղեկատվության տեղիք տվեց այն համոզմունքը, որ եթե առաջի փուլում չի ընտրվում ընդդիմության տեխնացուն, ապա երկրորդ փուլով անմիջապես իշխող ուժի տեխնացուն կընտրվի, սակայն այստեղ էլ մի բայց կա, գոյություն ունի ավականու նիստերի իրավազորության հարց։ Ավականու նիստը պետք է կարող է կայանալ, այն դեպքում, երբ քվորում կա, իսկ այդ քվորումի համար կրկին անհրաժեշտ է առնվազն կեսից ավելի 17 ավականու անդամների ներկայությունը նիստին։ Հետևաբար հետևյալ սցենարն է առկա, եթե որևէ միասնական տեխնացու չի լինում, հնարավոր է նաև, որ ընդդիմությունը չապահովի իրավազորությունը նիստերի եւ այդ երկրորդ փուլին չհասնի իրավիճակը, սակայն եթե երկու շաբաթվա ընթացքում անդրանիկ նիստից հետո չի հրավիրվում ավականու նիստը, երկու շաբաթյա ժամկետը սպառվելուց հետո վաղաժամ դադարեցվում են ավականու լիազորությունները եւ նշանակվում է արտահերթ ընտրություն։ Քանի որ ընտրական օրենսգիրք է փոփոխվել, որը որ պետք է ապրիլի 1-ից գործեր, իսկ ընտրությունները ըստ մարտի 39-ին։ Այսինքն ընտրությունները տեղի ունեցան հին օրենսգրքով, իսկ առաջին նիստը ապրիլի 16-ին է։ Հիմա ապրիլի 16-ին նոր օրենսգիրք է գործելու, ես նկատի ունեմ ընտրությունը դա կապ ունի, բաց, փակ քվեարկություն անվել լինելու, ինչպես է տեղի ունենալու։ Տեսեք, փոփոխությունները գործում են այդ պահի դրությամբ, եթե վերաբերում են բուն ընտրական գործընթացին եւ քվեարկության օրը ձևավորմանը,
գործում են 5 կարգավորումները, որոնք դեռ մինչ ապրիլի 1-ը ուժի մեջ չէին մտել։ Եթե արդեն ընթացակարգային նոր փոփոխություններ են լինում ավականու ձևավորման հետ կապված, որոնք արդեն ուժի մեջ էին մտնում ապրիլի 11-ից, գործում են արդեն ապրիլի 11-ից ուժի մեջ մտած կարգավորումները։ Ես ներկայացրել եմ այդ համամասնության մեջ, ընթացակարգը։ Իսկ այս դեպքում փակ թե ընտրությունը, քաղաքապետի ընտրությունը փակ է լինելու, թե բաց է լինելու։ Եթե չեմ սխալվում, փակ է լինում քաղաքապետի ընտրությունը, ձայների համամասնությունը, եթե չեմ սխալվում։ Տիկին Նորյան, դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ, ինչ սցենարներ կարող է սպասվել այս քրեական վարույթից ելնելով։ Տեսեք, սա եւս բավականին մտահոգիչ է, որովհետեւ ինչպես նշեցինք, մենք պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը հայակվե նախաձեռնության հետ համատեղ ողջ ընտրական գործընթացի նկատմամբ դիտորդական առաքելություն են կարել։ Դիտորդական առաքելությունը վերահսկել է ողջ եւ դիտորդության պես դիտարկել է ողջ process-ը ընտրական, թե նախընտրական քարոզչության շրջանում եւ թե հենց բուն քվեարկության օրը եւ բազմաթիվ խախտումներ են արձանագրել։ Բավականին մտահոգիչ էր հենց իրավապահ մարմինների անհամաչափ միջամտությունը տարբեր ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ եւ երբ ամբողջապես process-ը դիտարկում ես, այդ միջամտությունը օրինաչափություն ուներ, հա։ Հենց դեռևս նախընտրական քարոզչությունը անգամ չմեկնարկած, նույն Վարդան Ղուկասյանը իր թիմակցի հետ շատ բիրտուժի կիրարկմամբ բերման էր ենթարկվել, դրանից հետո Ռուբեն Մխիթարյանը հենց քարոզչության պիկին հրավիրվել էր քննչական կոմիտե եւ ստիպված Գյումրուց ժամանել էր Երևան մի անհետ գործով ոչ առնչելի։ Դրանից հետո ընդամենը 3 օր առաջ նախընտրական քարոզչության էլի պիկին երկու դաշինքներ առավոտյան մուտք գործեցին իրավապահ մարմինները օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնելու միտումով եւ բերման ենթարկեցին 4-ական թեկնածուներ երկու ուժից։ Ընդ որում մտահոգիչ էր այն, որ ու աննախադեպ էր նաեւ, որ մի թեկնածուի երկու մերձավոր ազգականներ բերման ենթարկվեցին, թե հայրը, թե որդին։ Այս դեպքում նաեւ նմանաբնույթ միջամտություն իրավապահ մարմինների կողմից տեղի ունեցավ հենց քվեարկության օրը, երբ առևանգվել էին բառից բուն իմաստով տարեց կանայք 75-ամյա տատիկ, 90-ամյա տատիկ եւ ժամեր էին անցել, չէին կարողանում իրենց թիմակիցները տեղորոշել, թե որտեղ են այս կանայք գտնվում ու ստիպված մի կերպ փաստաբաններին հաջողվել էր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությամբ եւ աջակցությամբ գտնել իրենց տեղակայման վայրը։ Նման բնույթի բերման ենթարկելը անվանում ենք առևանգում, որովհետեւ մարդկան հստակ մեր ոստիկանության մասին օրենքը, ոստիկանության ծառայության այլ իրավապահ մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը ունեն սահմանած ընթացակարգեր, թե ինչպես են մարդկանց բերման ենթարկում եւ որևէ կերպ մարդկանց անհետուղությամբ անհասկանալի պահի տանելը ու չիրազեկելը այդ մասին ու փաստաբանին տեղեկատվություն չտրամադրելը այդ օրինական մեխանիզմների մեջ չի տեղավորվում։ Այսինքն խնդիրը ոչ թե բերման ենթարկելն էր, այլ այն ձևը, որով որ բերման են ենթարկել։ Այո, տեսեք, որևէ կերպ ես կամ մեր կազմակերպությունը բնավ չենք պնդում, որ եթե արկա է հանցագործության մասին որևէ տեղեկատվություն, երբ թե արկա է փաստ հանցագործության հատկանիշներ, բնավ ակնհայտ է եւ մեր կողմից եւս ակնկալելի է, որ իրավապահ մարմինները պետք է միջամտեն, իրավապահ մարմինները պետք է օպերատիվ հետախուզական գործողություններ ծավալեն, բայց այդ գործողությունները պետք է տեղավորվեն մեր սահմանադրությամբ սահմանված համաչափության տարերի ներքո եւ որոշակիության սկզբունքի ներքո։ Մեր պնդումը դիտարկելով ողջ ընտրական process-ը գալիս է նրան, որ իրավապահ մարմինների միջամտությունները անհամաչափ են եղել եւ ոչ տեղին ու խախտելով համ քարոզչության շրջանակները, համ ընդդիմադիր ուժերի նկատմամբ անհամաչափ անհավասար պայմաններ ստեղծել, որովհետեւ միևնույն ժամանակ քվեարկության օրը մենք տարբեր արձանագրումներ ենք արել, ինչպես են նույն իշխող ուժի վստահված անձինք բաց քվեարկության դրդում ակնհայտ քարոզչություն իրականացնում միջամտում process-ին, ինչպես են դրսի հատվածում, երբ իրավունք չունեն գտնվելու, հա, քարոզիչներ գտնվում ցուցակներով ուղղորդում մարդկանց։ Ես բազմաթիվ տեսանյութեր ունեմ, որոնք դեռևս չեմ էլ հրապարակել դիտորդության շրջանակներում։ Ու այս դատախազություն։ Շուտով մենք զեկույց ենք պատրաստում կենտրոնական
Կենտրոնական ընտրական հանձնաժողով բավականին ծավալուն զեկույց է լինելու եւ դրա շրջանակներում նաեւ մեջ ընդգծելու ենք, որպեսզի բոլոր հնարավոր հանցագործության հատկանիշները, որոնք ներկայացված են, գործերի նախաքննման հիմք հանդիսանան եւ հարուցման։ Ու այս բոլոր թվարկածս պարագաներում եւ տեղում անմիջապես մենք դիմում ենք ոստիկանության ծառայակիցներին, որևէ դեպքով քաղաքացիները ակնհայտ ապօրինի գործողություններ ծավալող բերման չընթարկվեցին եւ անգամ չմեկուսացվեցին տարածքից։ Երբ ունենք այս երկու զուգահեռ իրականությունները, ակնհայտ է, որ միջամտությունը անհամաչափ է եւ անհարկի առավել եւս տարեց կանանց պարագայում, քանի որ ակնհայտ է, որ նրանց անմիջապես այդպես բիրտ ու անհայտ ուղղությամբ մեկուսացնելու անհրաժեշտությունը բացակայում է։ Տիկին Մելոյան, այդ դուք խախտումների մասին թվարկեցիք մի շարք խախտումներ, այդ խախտումները, երբ որ ընդհանուրի մեջ դիտարկում եք, արդյոք դրանք կարող են արդյունքների վրա վճռորոշ դեր ունենալ։ Ես կարծում եմ, ինչ որ չափով այո ունեցել են դեր, որովհետև կար հստակ, ինչպես մենք դիտարկել ենք, նախ առաքելությունը երկուս թե Փարաքարում է տեղի ունեցել, թե Գյումրիում։ Ես անձամբ ֆիզիկապես Գյումրիում եմ ներկա գտնվել եւ զուգահեռ Հայաքվեի հետ ունեցել ենք թե տեղացի գյումրեցի դիտորդներ, թե ես իմ կազմակերպության շրջանակներում ունեցել եմ դիտորդներ, ու մի շարք տեղամասերում երկուական դիտորդ ենք ունեցել։ Մենք տեղորոշել ենք, որ տեղամասային կենտրոններ կային, որտեղ հստակ մեխանիզմով դրսում ուղղորդումներ էին տեղի ունենում, կային կոորդինատոր անձինք, որոնք ունեն իրենց մոտ ցուցակներ, որոնց որոշ տեղամասային կենտրոններում նաև ուղեկցում էին ոստիկանության ծառայակիցներ։ Ինչ էր տեղի ունենում, մարդկանց ուղղորդում էին տեղամասային կենտրոն, մարդը մտնում էր, քվեարկությունը կատարում էր, հետո դուրս էր գալի, մոտենում էր, զեկուցում էր, ըստ էության իր քվեարկության արդյունքի մասին կամ հակառակը։ Դա եւ իշխանություն եւ ընդդիմություն, թե անկեղծ ասած, քանի որ իրավապահ մարմնի ռեսուրս էր ակնհայտ նկատելու ոստիկանության աջակցություն, ակնհայտ է, չէ, որ ընդդիմադիր ուժի մասին խոսք չի կարող գնալ ու չունենք ակնհայտ արձանագրում, որովհետև եթե ընդդիմադիր ուժի կողմից նման բացահայտ քարոզչություն կամ ուղղորդում էր լինում, կամ լիներ մեկ դեպք արձանագրել, շատ բիրտ անմիջապես ոստիկանության ծառայակիցների եւ հանձնաժողովի անդամների կողմից արձագանքում եւ արձանագրում տեղի ունեցավ։ Իսկ երկու տեղամասային կենտրոն կային, ընդհանրապես 31/69 եւ 31/70, դրանք հենց քաղաքացիական պայմանագիր ուժի տեխնացուի բնակավայրին հարող, ինչպես հասկացա, տեղամասային կենտրոններն են, այնտեղ հենց իր հարազատ եղբայրն էր շրջում, ով եւս տեխնացու է, հենց անմիջապես տեղամասային կենտրոնի 50 մետրի խախտմամբ դիմաց շտաբ էր գործում, որտեղ մեր զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարողացան մուտք գործել ու տեսան քարոզչական պաստառներ եւ որոշակի աշխատանք, հենց ֆիքսել էր մեր դիտորդը, որ քաղաքացիները գալիս մտնում են տվյալ հատված եւ այնուհետեւ դուրս են գալիս են քվեարկության կամ հակառակը, մտնում են քվեարկության եւ գնում են ըստ էության մտնում են այդ քարոզչական շտաբ։ Այո, կա կանոն, ընտրական օրենսգիր կա, արգելում է տեղամասային կենտրոնի շենքում շտաբի տեղակայում։ Բայց մենք մեր օրենսդրությունը համամասնության մեջ ենք մեկնաբանում։ Միևնույն ժամանակ արգելվում է 50 մետր շառավղով որևէ քարոզչական աշխատանքը անգամ կոնկրետ մի անձի շարունակական ներկայությունը, տառացից հիտում եմ իրավանորմը։ Եթե որևէ անձ շտաբի 50 մետր շառավղով շարունակական ներկայություն է ապահովում, այդ անձը պետք է նախազգուշացվի, այնուհետև մեկուսացվի այդ տարածքից։ Իսկ կոնկրետ տեղամասային կենտրոններ կային, որտեղ մարդիկ անգամ երբ մենք ուղղորդում ենք ոստիկանությանը, միջամտում ենք, ոստիկանության զգուշացումից հետո րոպեներ անց վերադառնում են նույն իրենց դիրքեր։ Խմբային ուղղորդումներ կար կոլեկտիվներով, ունենք դեպքեր, երբ քաղաքացին արձանագրել է, որ իր բնակարանում այլ անծանոթ անձինք են գրանցված, ուղղորդել են կրկին դեպի ոստիկանություն։ Դրանք ձեր գնահատման վարչական լծակների օգտագործում են։ Ակնհայտ իմ գնահատմամբ, այո։ Մեկ այլ հարց է այս դեպքում առանց թե ունեք իշխանությունը վարչական լծակ է օգտագործում։ Արդյոք տրամաբանորեն չի ստացվում, որ պիտի այնքան օգտագործի այդ վարչական լծակը, որ 50+1 հավաքի, բայց այս դեպքում 50+1 չկարողացավ։ Այսինքն եթե անուն ես հանում, ուրեմն պետք է այնքան օգտագործես, որ գոնե նպատակիդ հասնես, բայց այս դեպքում 50+1 չհավաքվեց։ Այդ դեպքում ինչի համար էին այդ վարչական լծակները։ Այստեղ երկրորդ թիվ հարցադրում է գալիս։ Հնարավոր է, որ այդ աստիճան չօգտագործվեն վարչական լծակները, ավելի վատ պատկեր լիներ, քան իրենք այս պայդրությամբ ունեն, չէ, ձևավորած։ Հնարավոր
բնականաբար յուրաքանչյուր ընտրության մասնակցող ուժ ակնկալում է հաղթանակ, այն էլ բացարձակ հաղթանակ, բայց այս պարագայում նախ ես համոզմունք ունեմ, որ մեր անմիջական միջամտությունը որոշակիորեն կանխարգելել է այդ վարչական լծակի վերահսկողությունը ու քաղաքացիների ազատ ընտրության կամ արտահայտության նկատմամբ միջամտությունը, որովհետև անգամ երբ դրսից ուղղորդում են, կանգնում են ցուցակներով, սպասում են մարդը մտնի դուրս գա, ավելին ասեմ, հա, նույն իշխող ուժի վստահված անձինք տասնյակներ տեղամասային կենտրոններում ունենք արձանագրած տեսանյութերի նկարների տեսքով, վարում են ցուցակներ, իրենք հետո հրապարակելուց հետո պնդեցին, որ դա տեխնիկական հաշվարկի ցուցակ է մասնակցելիության, սակայն ցուցակներում տարբեր նշումարման ձևեր կային, երբ ծանոթ մարդիկ էին մտնում, մարդիկ գլխով հարաբերակցում շրջանակ են անում, անծանոթ ուզուտ քաղաքացու ընտրության պարագայում այլ նշում, դա ֆիքսել են եւս տեղում աշխատող մեր դիտորդները ու պետք է համամասնության մեջ վեր են քանել այդ սխեման։ Այդ ամենը առանձին իրանց համամասնության մեջ ընտրողի ազատ ուղակի հավասար ընտրական իրավունքի գաղտնի քվեարկությամբ վրա ներազդելու մեխանիզմ է եւ այո, երբ մարդիկ ակնհայտ գիտեն, հա, միմյանց մարզ է, այնտեղ ուրիշ է պատկերը։ Բոլորը բոլորին իրենց թաղերում, թաղամասերում ճանաչում են ու ակնհայտ էր, հա, հանձնաժողովի նախագահ քաղաքացիները մտնում են, ողջագուրվում են, անվանական մարդկանց ճանաչում են, նույն կերպ իրենց վստահված անձինք։ Ամեն թաղամասում մի մարդ էր նշանակված, ով ըստ էության քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն ուներ։ Ու այս ամենը քաղաքացիների կամքի վրա ներազդելու մեխանիզմ էր ուղղորդված իշխանության կողմից։ Ու ինչու է օրենսդրությունը ընդհանրապես, թե նախընտրական քարոզչության շրջանում, թե հենց բուն քվեարկության օրվա համար սահմանափակումներ էական սահմանում հենց իշխանություն ունեցող, հա, հանրային պաշտոնատար անձանց, հանրային ծառայության ներկայացուցիչների համար, որովհետև ակնհայտ է, որ մշտապես հանրային ծառայության իշխանության թեկնածուն ունենալու է ավելի լայն լծակներ, այդ թվում վարչական ռեսուրսի դրսևորման, որը թե նյութատեխնիկական ապահովումն է, թե մարդկային ներուժն է, քան մասնակցող մյուս այլ թեկնածուները։ Իշխանություններից էլ այս դեպքում շատ դեպքերում պնդում են նաև մատնանշում, որ ընդդիմադիր թեկնածուներից էլ կային, որոնք որ ուղղորդել են, որոնք որ այսպես փորձել են վախեցնել, այսպես ասած։ Տեսեք, այստեղ մի քիչ զավեշտի տիրույթում է հայտնվում այդ պնդումը ու իմ գնահատմամբ մի փոքր մանիպուլատիվ է, որովհետև եթե այդպիսի իրավիճակ կար, ողջ իրավապահ ներուժը իրենց վերահսկողության ներքո է։ Ինչու իրավապահ մարմինները չեն արձանագրել այդ դեպքերը ու չեն սկսել հետաբնում այն դեպքում, երբ տեսնում ենք, որ անգամ այդ մեղադրանքով, որ քարոզչություն են իրականացրել, 75-ամյա եւ 90-ամյա տատիկների են առևանգում, անհայտ ուղղությամբ բերման ենթարկում ու տանում Գյումրիից Երևան, հետո ինչպես բարձ դարձավ։ Ակնհայտ է, չէ, եթե նման իրավիճակներ են եղել, այդ մարդիկ առնվազն արդեն որոշակի վարույթների շրջանակներում համապատասխան վայրերում կգտնվեն եւ գործեր հարուցված կլինեն։ Քանի դեռ չկան հարուցված գործերը կամ փաստացի ապացույցները, իսկ իմ խոսքերի պնդմանը կան մի շարք 100-ից գերազանցող տեսանյութեր ու լուսանկարներ։ Այդ պարագայում դրանք զուտ պոպուլիստական պնդումներ են մնում։ Տիկին Մելոյան, դուք համաձայն եք այն կարծիքների հետ, որ Հայաստանում ընտրությունները դեռևս ոչ թե ծրագրերի մեջ են, այլ անհատների մարդկանց միջև են։ Նախ այո, որոշ գերազանցապես այո, որովհետև մարզերում մարդիկ անհատների են ճանաչում, ասեմ ձեզ, մարզերում քաղաքացիները բավականին նույն իրազեկվածության, իրավագիտակցության խնդիր ունեին, որովհետև դիտորդություն իրականացնելով նաև արձանագրում ենք, որ քաղաքացին մտնում է տեղամասային կենտրոն ու ընդհանրապես չի տեղորոշվում, չի պատկերացնում ինքը ինչ պետք է անել։ Ու դրանով է պայմանավորված էլ շատ խախտումներ ունենք արձանագրած, օրինակ արգելված է քրեական օրենսգրքով հրապարակել բաց քվեարկություն կատարելը, դա խախտում է գաղտնի քվեարկության եւ քվեաթերթիկ դուրս բերելը, բայց շատ քաղաքացիներ եղել են դեպքեր իհարկե դիտավորությամբ արձանագրված, բայց շատ քաղաքացիներ ոչ միտումնավոր իրենց հետ դուրս են բերում քվեաթերթիկների տրցակը, որոնք չեն քվեարկել, կամ բարձրաձայն ասում են ես կարող եմ այս ուժիներ քվեարկել, կամ ունեցել են իրավիճակ նույն կրկին, հա, հանձնաժողովի կողմից որպես խախտում
խախտում արձանագրված, մարդկանց տրվում է տրցակ, իդեպ այս տրցակների տրամադրման կարգի խախտումը առավելապես ես գրանցել եմ 2021 թվականի համապետական ընտրություններին, մարդկանց տրցակները նախապես չեն կարող հավաքվել տրամադրվել, պետք է իր աչքի առաջ հավաքվեն, որովհետև ընթացքում լինում էր դեպքեր, որ բացակայում էին որոշ քվեաթերթիկներ ու մարդը մտել էր քվեախցիկ, ասում էր իմ ուզած ուժի քվեաթերթիկը բացակայում է։ Այս դեպքում հանձնաժողովն էլ իր հերթին կողմնորոշվելու խնդիր է ունենում։ Օրինակ ես անմիջապես հորդորեցի քաղաքացուն հանկարծ չբարձրաձայնել իր ցանկալի ուժի անունը, առաջարկեցի հանձնաժողովին մարել քվեաթերթիկների տրցակը ու արձանագրել դա եւ մարդուն տրամադրել նոր 1-ից 9 համարնելով նոր տրցակ, որպեսզի գաղտնիությունը չխախտվի։ Ու այդպես է տեղի ունեցավ։ Ու ցավոք սրտի եղել են ուրիշ տիպի խախտումներ, երբ մարդը գալիս է քվեարկությունը կատարում է քվեաթերթիկով ծրարով դուրս է գալիս ու հանձնաժողովի անդամը մոռանում է դրոշմանի շփակցնել ու քաղաքացին այդպես նետում է քվեատուփի մեջ։ Այդ դեպքում մարդու քվեն կորում է, որովհետև եթե հետագամ հաշվարկի ժամանակ բացում են եւ քվեաթերթիկի վրա չի լինում դրոշմանիշ, այդ ընտրության այդ ձայնը անվավեր է համարվում եւ մարվում է։ Հիմա այդ դեպքում, որտեղ ես եմ գտնվել իմ ներկայությամբ նման միջադեպ է գրանցվել, առաջարկել եմ հանձնաժողովին արձանագրել այդ փաստը եւ կրկին նոր տրցակ տրամադրել, որպեսզի մարդու քվեարկության իրավունքը ընտրելու քաղաքական հիմնարար իրավունքը չոտնահարվի։ Բայց եղել են նաեւ տեղամասային կենտրոններ, որոնք դրանից հետո չեն տրամադրել ու ըստ էության քաղաքացու ընտրական իրավունքը խաթարվել է տեխնիկական պատճառով։ Այսպիսի խախտումները բազմաբնույթ են ու բազմաքանակ, որոնք այո ազդեցություն են ունենում ու դուք իրավացիորեն նշեցիք, այո ցավոք սրտի դեռ ծրագրերով առաջնորդվող քաղաքացիները բավականին քիչ են, ասեմ այս ընտրության ընթացքում կար մեկ տեխնացու, որը էական համաչափությունից օրինաչափությունից դուրս քարոզչություն իրականացրեց ու հենց այս մարդու հետ կապված ունեցել եմ կրկին արձանագրումներ տեղում քաղաքացիների հետ շփման ընթացքում միջքվեարկության օրը, որ հենց ծրագրով առաջնորդվելով եկել են կոնկրետ այդ տեխնացուին քվեարկեն, բայց ցավոք սրտի մեծամասամբ բնականաբար հատկապես մարզերում առաջնորդվում են անձերով ու մի սրա հետ կապված ընդգծում կատարեմ, մեր երբ տեղի ունեցավ 2015 թվականի սահմանադրական ընտրությունները շատ նուրբ ընտրական մեխանիզմ էր մշակվել հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները, որ մարզում մարդիկ գնում են եւ ընտրում են իրենց համար ցանկալի տեխնացուի ու մեխանիզմ կար, որ մարդիկ յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող են ներկայացնել ցուցակով քաղաքական ուժի ցանկալի տեխնացուների։ Եվ այս դեպքում հետագայում, ընտրական օրենսգիրքը փոփոխության ենթարկեցին, այս սիստեման հանվեց ու գնացքային էֆեկտով համամասնությունը ներդրվեց, այսինքն մարդիկ գնում եւ մի քաղաքական ուժի են ընտրում առաջի դեմքով պայմանավորված ու արդյունքում ձևավորված ազգային ժողովի համամասնության մեջ մարդիկ մարզերում չունեին ներկայացվածություն տեխնացուներ ու արդեն այն սովորույթը, որի համաձայն իրենք գնում են ու իրենց խնդիրները բարձրաձայնում են իրենց մարզային ներկայացուցչի հետ միջոցով խաթարվեց։ Շնորհակալություն։ Նմանապես։ Հեռանկարում պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանն էր։